Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, ընկերներ, դուք չեք հետքի, չէ՞ որ անցած 7 տարիների ընթացքում Եվրամիության հետ մեր հարաբերությունները աննախադեպ խորացել են։ Ես թվարկեմ նախ ռազմավարական գործընկերությունը այն որ նախ Հայաստան ուղարկվեց Եվրամիության դիտորդական առաքելությունը մեր պետության համար շատ ճակատագրական պահի։ Սա հասկանալի է, չէ՞ որ Եվրամիությունում բարձրագույն քաղաքական մակարդակում է այս որոշումը կայացվել 27 պետությունների ղեկավարների համաձայնությամբ։ Սա մեկ։ Սրան ի պատասխան մենք միացանք նաև անվտանգ CSDP CSDP ընդհանուր անվտանգային եւ արտաքին քաղաքականության գործիքների միանալու, իրենց առաքելությունների միանալու մասնակցելու համաձայնագրին, այսինքն հետ այսօր մենք էլ կարող ենք իրենց կողմից, ինչպես օրինակ Կանադան մասնակցում է, չլինելով ԵՄ անդամ մասնակցում է Հայաստանում իրենց առաքելությանը, ահա այդպես մենք էլ կարող ենք հետ այսօր անցած տարի մենք վավերացրեցինք այդ համաձայնագիրը, որ այլ երկրներում մասնակցենք իրենց կողմից իրականացվող առաքելություններին, առևտրաշրջանառությունն է աճել տարիների ընթացքում, ուղղակի ինչու դա դեռ օրինակ, չգիտեմ, չի հասել 20, 30, չգիտեմ, 40%-ի, ինչու, որովհետև զուգահեռաբար ԵԱՏՄ-ում պատերազմից հետո մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը մի պահ ահռելի աճեց, այդ թվում նաև ոսկու, ադամանդի եւ այլի ներկրման եւ արտահանման հետևանքով, քանի որ մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը շատ մեծ տեմպով աճեց, այդ շրջանառության մեջ Եվրամիության կտորը փոքր էր, մի պահ 6% էր, հետո դարձավ 7%, այսօր արդեն հասել է 12%-ի։ Ինչի հաշվին։ Ռուսական սահմանափակումների։ Չէ, ասում Եվրամիության հետ բուն բացի են որ համամասնության մեջ աճեց։ Բուն ինքն էլ ամեն տարի 10-15%-ի աճ է արձանագրել այն կողմում ուրեմն Եվրամիության հետ առևտուրը։ Բացի դրանից քաղաքական երկխոսությունը ասեցի, ստանդարտիզացիայի process-ը, մենք ահռելի մեծ աշխատանք ենք տարել։ Ընկերներ, ես ձեզ մի բան ասեմ, էլի, բազմաթիվ բաներ են տեղի ունեցել օրենսդրական մակարդակում, ենթաօրենսդրական մակարդակում, որոնք բխել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության համաձայնագրից, որոնք, գիտեք, այդքան չի թմբկահարվել եւ սննդի անվտանգության ոլորտում եւ, չգիտեմ, դատաիրավական բարեփոխումների հետ կապված Առաջ հետ բերել թմբկահարում եք ԵՄ-ի հետ կապված։ Որովհետեւ դրանք տեխնիկական, մի քիչ գիտեք, դրանք տեխնիկական հարցեր են, օրինակի համար, սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից Եվրամիության ստանդարտները իրանք այդպես, գիտեք, այդպես մեծ տարերով տրաֆալետային գովազդի ենթարկելու համար չեն։ Իրանք միտված են փոխելու մեր ամենօրյա կյանքը, բարձրացնելու մեր կյանքի որակը եւ բազմաթիվ բարեփոխումներ այդ առումով կատարվել են եւ դուք չեք հերքի, չէ՞, օրինակ, որ հիմա օրինակ Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակը հիմա է ավելի մոտ Եվրամիության ստանդարտներին, թե սրանից 10 տարի առաջ։ Չէ, պարզ հարց, էլի, հիմա է ավելի, դուք այդքան շրջագայում եք, չէ՞։ 10 տարի առաջ եք հաստատ եղել 10 տարի առաջ եք եղել Եվրամիությունում, չգիտեմ, Վրաստանում եք եղել, Հայաստանում եք եղել, երբ հիմա կյանքի որակը ավելի չի մոտեցել ԵՄ ստանդարտներին։ Ես չեմ ուզում մանրամասնել, ասել, այս բարեփոխումն ու այն բարեփոխումը սա ու նա, բայց ես նաև մի ուրիշ բան պետք է ասեմ, որ այո, մենք այդ ընթացքում բախվել ենք որոշակի կառուցվածքային խնդիրների, եւ այդ կառուցվածքային խնդիրները հաղթահարելու ընթացքում դուք էլի նույն ջանասիրությամբ եկել եւ նույն հարցերն եք տվել, թե ինչու եք դուք հաղթահարում կառուցվածքային խնդիրները եւ Թե ինչու եք Եվրամիության հետ հարաբերությունները խորացնում, ով է ձեզ նման։ Չէ, դուք իմաստը չհասկացաք։ Եվրամիության հետ հարաբերությունը խորացնելու մասին չի հարցը։ Ստանդարտիզացիայի ընթացքում, երբ դու դնում ես որոշակի ստանդարտի մակարդակ, այն արտադրողները, որոնք ընկնում են այդ ստանդարտից ներքև, իրենց գործերը վատանում են։ Չէ, իրենց գործերը վատանում են, իրենց բիզնեսը որոշակի նեղվում է, եւ դուք ինչա չեք տվել այդ հարցերը, որ ինչու եք այդ բարձր ստանդարտը դնում, ժամանակ տվեք, այդ ժամանակը տրվել է։ Պարոն Եղոյան, որոշները օգտվել են, որոշները չեն օգտվել։ Դուք թվարկում եք ձեր այդ Եվրամիության այդ
ակտիվ քայլերը, ուժեղ Հայաստանն էլ ասում է մեղադրում է, որ Եվրաինտեգրման հանձնաժողովը չի աշխատել ու իրանք հույս ունեն։ Իրանք ուղղակի չգիտեն։ Արդյոք հանձնաժողովը այդ ակտիվացման այդ Ասեք, ընկերներ ջան, իրանք ոչ թե ասում են չի աշխատել, ասում են նիստերն են քիչ եղել։ Իրանք ուղղակի նոր են ազգային ժողովում, իրանք տեղյակ չեն, թե հանձնաժողովների նիստերը ոնց են հրավիրվում։ Հանձնաժողովի նիստը, ինչպես ազգային ժողովի լիագումար նիստը, ինքը չի հրավիրվում։ Ինքը չի հրավիրվում, ես թողեք ես պատասխանեմ ձեր հարցին։ Չի հրավիրվում հանձնաժողովի նախագահի հայեցողությամբ։ Առավոտը զարթնի հանձնաժողովի նախագահ գրի չաթում, ասի եկեք այսօր մի հատ նիստ անենք։ Պետքա կամ օրինագիծ գա հանձնաժողով, ինչպեսին որ եղել է, կամ միջազգային պայմանագիր վավերացման մասին եզրակացության, ինչպեսին որ եղել է, կամ բյուջեի քննարկում պետքա լինի, կամ կառավարության կատարողականի քննարկում պետքա լինի, կամ հանրային հնչեղության մի այնպիսի հարց լինի, որ հանձնաժողովը համարի, որ դա պետքա հենց բաց տեսախցիկների առջև քննարկվի, այդ դեպքերի համար մենք արել ենք ոչ թե հանձնաժողովի նիստ, այլ 2 անգամ 24 թվականին արել ենք խորհրդարանական լսումներ, երբ այս ձեր ասած օրենքին նախորդող քննարկումներն էին եւ այլ, այսինքն բոլոր 3 պատճառներով էլ մենք երբ եղել է դրա անհրաժեշտությունը, նիստի դեպքում արել ենք նիստ, խորհրդարանական լսումի դեպքում արել ենք լսում։ Հիմա անկախ նրանից ով կլինի այդ հանձնաժողովի նախագահը, նիստերի քանակը էականորեն չի փոխվելու, եթե իհարկե ուղղակի ձևի համար, չասես տեսախցիկը միացրեք, նիստ է, ինչ որ բան քննարկեն, ինչ որ բան խոսեն մարդիկ առանց եզրակացության, առանց քվեարկության։ Սրան գումարած հանձնաժողովի նախագահը ի պաշտոն է նաև Հայաստան ԵՄ համաձայնագրի կիրարկման միջոցառումներն ապահովող միջգերտեսչական հանձնաժողովի անդամ է, այսինքն ես, այդ հանձնաժողովի անդամ նաև պարոն Խանդանյանը, Մարտիրոսյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը, այնտեղ էլի շատ բուռն քննարկումներ են եղել այն բարեփոխումների շուրջ առանց տեսախցիկների, որոնք որ տարիների ընթացքում իրականացվել են, դա էլ է, չէ՞ աշխատանք։ Դրան գումարած խորհրդարանական դիվանագիտություն, դրան գումարած, ինչ ասեմ, բազմաթիվ քննարկումներ տեսախցիկներից, որտեղ դա կարիք, հասկանում եք, ամեն քննարկում չի, աշխատանքային, ասենք հարց է ինչ-որ քննարկում, դետալային ինչ-որ դետալների մասին, որոնք հիմա ես պատմեմ, տեսեք դուք էլ արդեն սկսեցի մի քանի դետալ ասել, ձեր հետաքրքրությունն էլ կորավ։ Պատկերացրեք ամեն օր այդ աշխատանքային քննարկումները դնեն տեսախցիկով, դա չի բանը նպատակը։